Տիկին Վարդանյան, համապարփակ ապահովագրության փաթեթը արդեն ազգային ժողովում է, քննարկման փուլում է, բայց կարծես թե որոշ անորոշություններ կան։ Կասեք դուք որպես առողջապահության ոլորտի փորձագետ, ինչ խնդիրներ եք տեսնում այս ներկայացված փաթեթում։ Համընդհանուր առողջապահության, այսպես ասած, փաթեթը ապահովագրության հետ կապված, այո, ազգային ժողովում քննարկում է առողջության համընդհանուր ապահովագրության փաթեթը եւ ինչ խնդիրներ ունենք։ Առաջին խնդիրը, որը պետք է նկարագրել, հետեւյալն է. ապահովագրության փաթեթը բավականին ուշ է, այսպես ասած, ներկայացվել ազգային ժողով, որպեսզի հավատանք, որ հունվարի 1-ից մենք ունենալու ենք ապահովագրություն։ Առնվազն 6 ամիս ժամանակ է պետք միջանկյալ փուլ անունով, այսպես ասած, որպեսզի կարողանալ մտնել, մեկնարկել ապահովագրությունը։ Հիմնադրամը պատրաստ չէ, ապահովագրական վկայագրեր անգամ դեռ պատրաստ չեն ու բաժանված չեն մարդկանց, քաղաքացիներին։ Իսկ եթե հավատանք փաթեթին եւ եթե իրականում այս նախագիծը ընդունվի, մոտ 1.8 միլիոն քաղաքացի պետք է օգտվի առաջին փուլում այս ապահովագրական փաթեթից։ Պետք է ապահովագրվի, պարտադիր պետական ապահովագրության մասին է խոսքը։ Առաջին խնդիրը դա է, որ մենք այնուամենայնիվ ունենալու ենք ժամանակի հարց։ Երկրորդը, ցավոք, այդքան բարձրաձայնելուց հետո էլ օրենքի նախագծում հստակեցված չէ, թե որ ուղղություններով է լինելու բժշկական օգնության ծառայությունների փաթեթները, այսինքն ինչ է լինելու։ Արդյոք ավելի տարածված մահացություն եւ հիվանդաբերություն ունեցող հիվանդությունների եւ վիճակների համար է նախատեսած այսպիսի ընդհանուր ձևակերպումը բավարարում է օրենքի, այսպես ասած, տառին։ Իհարկե ոչ, սա շատ ընդհանուր է, սա այսպիսի տերմիններ կարելի է եւ եզրույթներ կարելի է կիրառել հայեցակարգային փաստաթղթում, որտեղ ընդհանրապես հայեցակարգ է, օրենքում պետք է ավելի հստակ լինեն ուղղությունները, որը չկա, որն էլ հենց ենթադրելի է, որ լինելու է մանիպուլյացիոն մոտեցումներ ծառայությունների փաթեթներին, նրանց հնարավոր, այսպես ասած, օգտվելու քանակից, ժամանակահատվածից, պայմանական ասեմ, այս ոչ պաշտոնական հրապարակումներից, սակայն աշխատանքային կարգով տեղեկություններ կա եւ սենց դրա մասին խոսվում է, որ տարբեր փաթեթներում լինելու են ծառայությունների սպասարկման սահմանափակումներ, օրինակ տարիքային սահմանափակումներ, օրինակ լինելու են մեկ տարվա մեջ մի քանի անգամ թույլատրել եւ այլևս չթույլատրել, ընդհանրենք ասենք, չգիտեմ, համակարգչային տոմոգրաֆիա եւ այլն։ Ինչու եմ ես այսպես վերացական խոսում, որովհետեւ սրանք ընդհանրապես այսպես խոսքով փոխանցված խնդիրներ են, որի հիմքերը չկա, չի հրապարակվում ծառայությունների փաթեթը։ Ամենակարևորը մարդիկ ուր են գնում, ինչքանով են լինելու ապահովագրված առողջական խնդիրների հետ կապված եւ ինչ է սպասում։ Սա շատ կարևոր է, որի մասին որևէ, այսպես ասած, հստակ ձևակերպում, որևէ ցանկ, որևէ շրջանակ նշած չէ։ Սա ամենակարևորն է, որը որ ամենամեծ բացն է, ամենամեծ։ Երկրորդը կազմակերպչական առումով առողջապահական համակարգի ինֆրաստրուկտուրաները բավականին անորոշության մեջ են։ Պոլիկլինիկական ծառայություն, հիվանդանոցային ծառայություններ, թողունակության խնդիրը, ինչ է սպասում նրանց, ինչին պետք է պատրաստվեն, այստեղ գուցեև անհրաժեշտ է ակտուարական հաշվարկներ ներկայացնել բժշկական կազմակերպություններին, որպեսզի նրանք կարողանան պատրաստ լինել պայմանական, օրինակ, սոնոգրաֆիկ ապարատի ձեռքբերում, նոր կադրերի ներգրավում,
ծառայությունների, չէ որ հստակ կարմիր գծով գնում է նախագծի մեջ, որ բացառությամբ անհետաձգելի դեպքերը մնացած բոլոր դեպքերում պոլիկլինիկական մասի ուղեգրի անհրաժեշտությունը պարտադիր է, ինչպես նաև պարտադիր է կանխարգելիչ բուժզնության անցկացումը, որպեսզի ակտիվանա փաթեթը։ Ինչ է դա նշանակում, դա լինելու է մի ցանկ հետազոտությունների եւ խորհրդատվությունների, որի արդյունքում պետք է նախնական ուսումնասիրվի եւ վերհանվի ավելի, այսպես ասած, նախնական փուլում գտնվող հիվանդությունները քաղաքացիների եւ նրանից հետո նոր թույլատրվելու է, այսպես ասած, անցնել հիվանդանոցային բուժօգնության։ Այս բոլորը առաջացնելու է քաղաքացիների մոտ խուճապ, մեծ հերթեր, դժգոհություններ եւ ֆորմալի ստացվելու է, որ ստացվելու է մի իրավիճակ, մի այնպիսի իրավիճակ, որ կանխարգելիչ բուժզնություն ունենալու է ֆորմալ բնույթ։ Ֆորմալ, այսինքն ինքը չի ծառայելու ըստ էության եւ այստեղ արագացնելու են, հնարավորինս արագ անել, հնարավորինս ունենալ այդ իրավունքը, որ հիվանդանոց են գնալու մարդիկ, մանավանդ 65 եւ ավել տարիքային խումբը, որտեղ բավականին մեծ է հիվանդացության, հիվանդանոց դիմելիության ցուցանիշը մանավանդ մեծ է լինելու առաջիկա 2-3 տարիներին, որովհետև կուտակվել են առողջական խնդիրներ այս քաղաքացիների մոտ եւ հիմնականում ֆինանսական անհասանելիության պատճառով մարդիկ չեն դիմել հիվանդանոցներ, պոլիկլինիկան մի քիչ արտահիվանդանոցային դժվարամատչերին ավելի շատ։ Եվ այս խնդիրը այսպես այս ուխտը իր բեռով չոքելու է առողջապահական համակարգի վրա։ Մի կողմից քաղաքացիների մոտ բավականին աշխուժություն է արձանագրվում, որ կգնանք, մեր խնդիրները կլուծվի, մյուս կողմից այս ոգևորված քաղաքացին կմտնի առողջապահական չպատրաստված համակարգ եւ այստեղ դժգոհությունն ու այսպես ասած անվստահությունը մի քանի անգամ կավելանա։ Այսինքն դեռ հարց է, թե մենք ինչ արդյունք ենք ունենալու, եթե այսպես ուղղակի խոսելով առաջ ենք գնում։ Այլ բան չի արվում։ Ոչ էական բան չի արվում։ Իսկ ընդհանուր առմամբ այդ հիմնադրամի ֆինանսների արդյունավետ կառավարման մասով բավարար մեխանիզմներ կան վերահսկողության ըստ ձեզ այս նախագծում, թե այս մասն էլ պարզապես թողնված է բարեխղճության վրա։ Տեսեք, պետք է անկեղծ ասել այստեղ, առաջինը մենք առաջին անգամ Հայաստանում ունենալու ենք այս ծավալի, այս մեծության ապահովագրական իրավիճակ, կարելի ասել, ես դեռ չեմ ասում ծրագիր։ Սա լինելու է մի վիճակ, որտեղ որ մենք ունենալու ենք պետական ապահովագրություն եւ պետական ապահովագրական հիմնադրամ, չգիտես ինչու հիմնադրամ, բայց հիմնադրամ, եթե մենք ասենց հիշողություններս լավ սենց նայենք, առաջիկա այս անցած տարիներին բավականին տխրահռչակ հիմնադրամներ կային, որոնց գործունեությունը պետությանը չծառայեց, առնվազն ասենք, մնացածը թող իրավապահ համակարգը իր գնահատականը տա, եւ նորից հիմնադրամ ամենաազատ այսպես ասած իրավիճակն է, կարգավիճակն է հիմնադրամը որպես այդպիսին եւ այո հիմնադրամում ինչ որ որոշակի կառուցվածք նախագծում օրենքի դրված է հիմնադրամի հետ կապված, այստեղ էլ զուգահեռներ անցկացնենք։ Ծառայությունների փաթեթը դրված չի, հիմնադրամը մանրամասն բավականին երկար շարադրված է։ Իր տարածքը այսպես հետաքրքիր է, էլի դա էլ շատ տարօրինակ բան է։ Ըստ էության նախագիծը ավելի շատ հիմնադրամին է վերաբերվում, քան բուն առողջապահության խնդիրներին, այսինքն ապահովագրության հետ կապված։ Եվ այստեղ նկարագրված է, այո, վերահսկողության բաժին նույնպես ունե, բայց ես մի բառով եմ ուզում բնորոշել, ընդամենը մեկ բառով՝ սամ սեբե ռեժիսոր։ Ինքը իրան այսպես ստուգելու է, ինքը իր բողոքները իրենք են քննարկելու, լինելու է առանձին այդպես վերահսկողական այդպես բաժին, որը այնուամենայնիվ ընդհանուր կառուցվածքի մեջ է։ Այսինքն ինչպես եք պատկերացնում ձեր աչոտքը բանալի այսպես վերահսկի ձերքերին ու ձախ-ոտքին։ Այսպես մի քիչ բարձունակ եմ նկարագրում, որովհետև միանշանակ լինելու են բազմաթիվ վիճելի հարցեր,
միանշանակ այդ վիճելի հարցերը տարբեր լինելու են մակարդակներում, դա լինելու է հիմնադրամ եւ բժշկական կազմակերպություն եւ քաղաքացի դիմող, դա լինելու է նաև ապահովագրավճար վճարող եւ ասենք հիմնադրամ, որովհետեւ այդտեղ էլ տարբեր խնդիրներ կան եւ այլ տարբեր միջգերատեսչական նաև խնդիրներ են լինելու։ Եվ այս բոլորի լուծողը լինելու է հենց հիմնադրամում։ Դրա փոխարեն պետք է զուգահեռաբար առաջարկի նման կարող եմ անել զուգահեռաբար ինչ պետք է արվել, լավ, չէ՞, զուգահեռաբար բժշկական օմբուդսմենի ինստիտուտ զարգացնել կամ Հայաստանում անկախ որոշակի, հնարավորինս անկախ, այսպես ասած, իրանք որակի վերահսկում են ասում, ես կասեի կլինիկական աուդիտի եւ անհատական դեպքերի վերլուծության կենտրոն բացել, կամ պատվիրակել հասարակական կազմակերպություններին, ասոցիացիաներից եւ այլ ստեղծված մի հատ այսպես հասարակական կազմակերպություն, որը որոշակի անկախություն ունի, ոչ թե հիմիկվա հանրային խորհրդի նման ունեն առողջապահության նախարարին կից հանրային այսպես ասած խորհուրդ, ոչ թե որ սիրելիներին այդտեղ հավաքել են, դրա մասին չեմ խոսում, ես խոսում եմ հավասարակշռված համակարգ ստեղծելու մասին։ Մի կողմում ապահովագրությունը, մյուս կողմից լիներ ստեղծված հավասարակշռություն առաջացնող որոշակի կառույց վերահսկող, որը նաև կօգներ ապահովագրությանը հիմնադրամի կայանալու։ Ինչու անորից եմ կրկնում, այսպիսի գործառույթ առաջին անգամ է, մենք այսպիսի բան անում ենք առաջին անգամ, մենք ունենք կադրերի լուրջ խնդիր, մենք ապահովագրական գործի մասնագետների ինստիտուտ չունենք, շատ քիչ է եւ այլն։ Պետք է ամեն ինչ անեն, որպեսզի չստացվի մեծ պետպատվեր, այլ իրականում լուրջ իրականում անեն բարեփոխում, իրականում հեղափոխական քայլ անեն, ոչ թե պարզապես մեծացնեն ընդլայնեն այն համակարգը, որը մինչև հիմա եղել է պայմանական 1 միլիոն 100 քաղաքացու համար, Դա է խնդիրը։ Արդյոք կարողանալու ենք արմատական փոխել։ Այդ իրենց հարցը պետք է դատալ։ Արդյոք քաղաքացու կյանքում առողջապահական այսպես խնդիրների լուծման ընթացքում հարցը փոխվելու, այսինքն իրենց կյանքը փոխվելու է առնվազն գոնե առողջապահական, պես ասած, խնդիրը լուծելու մասով։